2024 թվականը պաշտոնապես ճանաչվել է որպես 1850 թվականից ի վեր գրանցված ամենատաք տարին, գերազանցելով նախարդյունաբերական մակարդակը մոտավորապես 1,55 աստիճան Ցելսիուսով։ 2024 թվականին ծովի մակերեսի միջին ջերմաստիճանը ոչ բևեռային օվկիանոսների վրա հասել է պատմական մաքսիմումի՝ 20,87 աստիճան Ցելսիուս։ Մթնոլորտում ջրի գոլորշիների ընդհանուր քանակը հասել է ռեկորդային մակարդակի 2024 թվականին՝ 20,87%-ով գերազանցելով 1991-2020 թվականների միջին ցուցանիշը։ Համաձայն վերջին հետազոտությունների, 2024 թվականին օվկիանոսի բարձր ջերմաստիճանի պատճառով Ատլանտյան օվկիանոսի բոլոր 11 արևադարձային փոթորիկների ուժգնությունն աճել է, որոնց առավելագույն քամու արագությունը բարձրացել է 15-ից 45 կմ/ժ։ Արդյունքում 7 փոթորիկներ վերաճել են ավելի բարձր կատեգորիաների, և 2 արևադարձային փոթորիկներ ուժեղացել և վերածվել են փոթորիկների։ Քչերը գիտեն, որ Եվրոպայում 2024 թվականին գրանցվել է 1035 տորնադո, սահմանելով նոր եվրոպական ռեկորդ եղանակային այս վտանգավոր երևույթի համար, ISSL համակարգում տվյալների գրանցման պահից ի վեր։